Բարև ձեզ, մերօրյա հրամայականի տաղավարում հյուրընկալել ենք Օրիոն պլանետարիումի հիմնադիր, Հայաստանի աստղագիտական ակումբի աստղագիտության դասընթացավար Անի Եղինյանին։ Բարև ձեզ, Տիկին Եղինյան։ Ողջույն Այնե ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ հաճելի է ձեզ հյուրընկալել մեր տաղավարում եւ իմ առաջին հարցը. Ինչպես առաջացավ Լոռու մարզում պլանետարիում հիմնելու գաղափարը, որն էր այն մերօրյա հրամայականը, որ ձեզ դրդեց կյանքի կոչել այդ նախագիծը, դա գաղափար էր, երազանք էր։ Պլանետարիումը հիմնադրվել է 2019 թվականի փետրվարին ՓՄՏԶ-ի եւ Եվրամիության համատեղ դրամաշնորհի միջոցներով եւ օգտվելով հնարավորությունից ուզում եմ այս երկու կազմակերպություններին էլ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ինձ վստահելու եւ այս գաղափարը ֆինանսավորելու համար, որովհետեւ այն ժամանակ ընդհանրապես չունեի փորձ ինչ-որ բիզնես ղեկավարելու կամ առավել եւս աստղագիտության բնագավառում ինչ-որ փորձ չունեի ու ինձ համար էլ է շատ անակնկալ, որ հավատացին ու ֆինանսավորեցին այս գաղափարը։ Երևի թե սա ավելի շատ երազանք էր, որը իրականություն դարձավ, բայց ասեմ, որ ճանապարհը այնքան էլ երազային չի եղել, շատ խոչընդոտների ենք հանդիպել, բայց այսօր, ինչպես գիտեք ու դուք էլ եք օգտվել պլանետարիումի ծառայություններից, աճում է, զարգանում է եւ նոր գաղափարներ ունենք ավելի առաջ գնալու։ Ինչպես ծնվեց հենց այդ գաղափարը, ինչու հենց պլանետարիում, չէ՞ որ ՓՄԶ-ն ավելի այլ հնարավորություններ էր տալիս կանանց եւ սովորաբար ընդունված է միօրինակ, ուղղություններ ընտրել, բայց պլանետարիումը դա եզակի երևույթ է, իսկ մեր մարզի համար նույնիսկ անկրկնելի, ինչպես հենց այդ ուղղվածությունը դուք ընտրեցիք։ Մենք երկու գործընկերներով էինք այդ գաղափարը ձևավորել ու լրիվ այլ գաղափարով էի դիմել ՓՄՏԶ-ին, ընթացքում ծնվեց այդ պլանետարիում հիմնադրելու գաղափարը, խնդրեցի բազմաթիվ անգամներ ՓՄՏԶ-ի անդամներին, որ գաղափարս փոխեն, այդպես ու ինչպես արդեն դուք ասեցիք, լրիվ յուրօրինակ էր, տարբերվող էր, իրանց էլ շատ դուր եկավ ու ես նույնիսկ չէի դիմել Եվրամիության դրամաշնորհի համար, այնքան էր դուր եկել այդ գաղափարը Եվրամիությանը, որ բացի ՓՄՏԶ-ը շատ անակնկալ եղավ ինձ համար, որ նաև Եվրամիությունն էր ինձնից լրիվ անկախ ֆինանսավորել այդ գաղափարը։ Ինչ դեր ունի պլանետարիումը մարզի երեխաների, երիտասարդների, ընդհանրապես բնակչության, ոչ ֆորմալ կրթության, աշխարհայացքի ձևավորման գործում, դա կարող է իր ազդեցություն ունենալ եւ ինչպիսի։ Հա, իհարկե ազդեցություն կունենա, ես ամեն դեպքում ես հավատում եմ այդ ազդեցությանը, ես նույնիսկ կարող եմ մի քիչ վեհնչի, բայց նույնիսկ մեր փոքրիկ միսիային եմ հավատում, որ մենք ամեն օր մեր փոքրիկ միսիան ենք իրականացնում, որովհետև ինչպես գիտեք, բոլոր այն կայացած գիտնականների, մեծ մարդկանց կյանքում եղել է ինչ-որ մի կետ, մի իրադարձություն, որը ստիմուլ է եղել, որ իրանք հենց այդ գործով զբաղվեն։ Օրինակ, ասենք Իլոն Մասկի համար դա եղել է այն համակարգիչը, որ իր հայրը նվիրել է իրան, կամ օրինակ հայտնի մի պատմություն կա, ինչպես աշխարհահռչակ Տիխո Բրահեն, որը շատ հայտնի աստղագետ է, պարզապես իր աշխատանքից քայլել է դեպի տուն ու հանկարծ տեսել է գերնոր աստղի պայթյուն ու դա այնքան է իրան տպավորել, որ որոշել է դառնալ աստղագետ ու մենք էլ ամեն օր այդ մեր աշխատանքի ընթացքում այն հույսով ենք աշխատում, որ մեր հետ շփումը, մեզ մոտ գալը, ինչ որ երեխայի մոտ, դեռահասի մոտ այդ ստիմուլը կլինի, որ ինքը սկսի զբաղվել մեծ գործերով, սկսի փորփրել, ուսումնասիրել, նյութեր հավաքել, այսինքն մենք հավատում ենք այդ մեր միսիային, մենք հավատում ենք, որ մենք փոխում ենք շատ երիտասարդների ու դեռահասների կյանք։ Իսկ կան իսկապես լուրջ այցելուներ, ովքեր լրջորեն հետաքրքրված են, թե շատերը ուղղակի առաջին անգամ են լսել եւ ավելի զարմացած հայացքներով են հյուրընկալվում ձեզ։ Ավելի շատ երկրորդ տարբերակն է լինում, զարմացած հայացքներով են հյուրընկալում, բայց մենք միայն տիեզերքի մասին չենք, օրինակ ֆիլմեր ունենք աչքի կառուցվածքի մասին, անատոմիայի մասին կամ աշխարհագրական հայտնագործությունների մասին, գալիս են նաև մասնագետներ դիտելու եւ իրանց խմբերը բերելու ու նաև մի բան էլ, նաև անգլերեն ունենք ֆիլմեր, մեզ մոտ գալիս են ոչ միայն տիեզերք ուսումնասիրելու, այլ իրանց լեզուն ավելի խորացնելու կամ գիտելիքները թարմացնելու համար։
Այսինքն նաև լեզուն այդ լեզվական գիտելիքներ Զարգացնել։ խորացնելու համար են գալիս։ Եվ իրականում դա ձեզ ինչ է տալիս, սա զուտ բիզնես է, թե դուք բիզնեսն էլ անընդհատական զարգացման անհրաժեշտություն ունի եւ լուրջ ներդրումների, բայց քանի որ կրթամշակութային, գիտական ֆակտորներ ունի իր մեջ, ձեր դիրքորոշումը ինչպիսին է, դուք զուտ բիզնես տեսանկյունից եք մոտենում այս աշխատանքին, թե սա նաեւ պետք է կրթի։ Մենք համատեղում ենք եւ բիզնեսը եւ մեր սիրած գործը եւ օգտակար ազդեցությունը, այսինքն եթե ինձ համար օրինակ եթե լիներ միայն բիզնես, շատ քիչ կլիներ, ես կսկսեի կողքից ողջավորության աղբյուրներ փնտրել, բայց բախտս այնքանով աբեր է, որ պլանետարիումի մեջ կա այն բոլոր կետերը, բոլոր բաղադրիչները, որոնք ինձ երջանիկ են դարձնում։ Եվ այն փոքրիկ միսիան, որի մասին պատմեցի, եւ անընդհատ զարգանալու ինքը սովորելու այդ հնարավորությունը, եւ երեխաներին ուրախացնելու, տպավորելու այդ հնարավորությունը եւ իհարկե փող աշխատելու հնարավորությունը, այսինքն ինքը մի հատ sense ինձ համար մի հատ ամբողջականություն է, որը բոլոր իմ կարիքները կարողանում է ապահովի։ Այսօր թեև կարծրատիպերից փորձում ենք դուրս գալ, բայց ամեն դեպքում կինը բիզնեսում, կինը երբ հաջողություններ է գրանցում, բավականին եզակի ուղղվածություն ունեք եւ եզակի գործ եք նախաձեռնել։ Այստեղ դուք ձեր թիկունքում ում ուժն եք զգացել, եղել են աջակցություններ, այդ ինչ դժվար ճանապարհով եք անցել, արդյոք իսկապես կինը կարող է միայնակ ոտքի կանգնել եւ թեկուզ եւ փոքր քայլերով բիզնես կայացնել մեր երկրում, հատկապես Լոռու մարզում։ Հա, իրոք յուրօրինակ բիզնես է ու դա եւ դրական կողմեր ունի եւ բացասական։ Բացասական կողմը այն է, որ շատ դժվարությամբ են կարողանում մարդկանց բացատրել, թե ինչ է դա, որովհետեւ եղել են դեպքեր, որ զանգել են, ասել են, այդ կրկեսը որտեղ է, ուզում են գալ կրկես։ Ու դրական կողմն էլ է նա, որ տպավորությունը, առաջին տպավորությունը ու իր ազդեցությունը շատ մեծ է ու դա էլ օգնում է։ Իսկ այդ թիկունքից օգնությունը երևի եղել են բոլոր այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են կին գործարարներին, դրանք քիչ չեն եւ գնալով ավելի շատանում են, երևի թե իրանց այդ հավատը, ես նշեցի այստեղ ՓՄՁ-ին եւ Եվրամիությանը, բայց նաեւ ուզում եմ նշել HBU-ին, Winnet-ին, Civita-ին, նաեւ Teach for Armenia-ին ու FAST-ին, այս բոլոր կազմակերպությունները մեր գործունեության որևէ փուլում մեզ շատ աջակցել են եւ գումարային հարցերով են աջակցել դրամաշնոր տալով եւ իհարկե գիտելիքներ տալով, որը եւս շատ կարեւոր է։ Հիմա դուք կազմակերպությունների անուններ եք նշում, որոնց ես հիմնականում ծանոթ եմ, բայց մենք ունենք լսարան, ովքեր նայելով ձեզ մոտիվացիա ու երազանքների իրականացման մասին են սկսում մտածել, այդ կազմակերպությունների հետ հանդիպումները, նրանց աջակցություններից օգտվելը, նրանց դասընթացներին մասնակցելը, ինչպես երիտասարդ աղջիկը, կինը, քաղաքացին, ինչպես ընդգրկվի այդ ծրագրերում, ինչպես դիմի, ինչպես պրպտի, դուք ոնց եք այդ քայլերը անցել։ Եվի այստեղ ինձ իմ այդ հետաքրքրասեր բնավորությունն օգնել, անդադ փնտրել եմ ուղիներ իմ գաղափարները իրականություն դարձնելու համար, որովհետև մեր պլանետարիումը հիմա միայն պլանետարիում չի, արդեն ունենք աստղադիտակներ եւ թվային եւ օպտիկական պլանետարիումը եւ շարժական է եւ ստացիոնար ձևաչափով, ունենք մարսագնացի մոդել, համաստեղությունների նեյրոնային մոդելներ, այնքան գաղափարներ եմ ունեցել, որոնց իրականացնելու համար տենց փնտրել եմ դոնորներ ու որ ասում են, եթե փնտրում ես, գտնում ես, իմ դեպքում այդ տեղի ունեցավ, ուղղակի անդադ փնտրելով գտա այդ ընկերությունները, որոնք շատ մեծ աջակցություն են տալիս կին ձեռներեցներին։ Իսկ ընտանիք ունենալ, երեխաներ, աջակցող ուժ է, թե ընտանիքի հոգսերը ավելի բարդ են եւ բիզնես կայացնելը արդեն խանգարում են դրանք մեկը մյուսին, ընտանիք եւ բիզնես։ Իմ դեպքում չէ, երևի
պատճառն է, որ իմ երեխաներն էլ իմ նման հետաքրքրասեր են ու իրանք էլ ընդգրկված են այդ բիզնեսում, տղաս ինձ օգնում է այդ արտագնա այցելությունների ժամանակ, օրինակ եթե գիշերային աստղադիտումներ են կազմակերպում, հիմնականում բացատիր վայրերում ենք լինում, ես չեմ կարող միայնակ գնալ սարեր օտար մարդկանց հետ, ինքը բոլոր այդ վայրերում ինձ ուղեկցում է, աղջիկս էլ գովազդային մասն է անում, նկարահանումներ, ռիլեր սարքել, այսինքն ընտանիքս լրիվ իմ կողքին է, աջակցում է եւ ֆիզիկապես եւ խորհուրդներով նաեւ։ Այսինքն թիմը նաև ընտանիքն է, հա, ձեր թիմը նաև ընտանիքն է։ Այ իրականում ես գիտեմ, որ բավականին թանկ արժեն այն ֆիլմերը, որոնք դուք ձեռք եք բերում եւ մեծ դժվարությամբ եք ձեռք բերում։ Արդյոք հեշտ է լսարան կամ այցելու հաճախորդներ ներգրավելը այդ պարագայում, որովհետև Լոռու Մարս եւ մի խումբը մի անգամ եկել է, լավ, կարող է երկրորդ անգամ գալ այդ ֆիլմը դիտելու, բայց անընդհատ պիտի թարմացվի, ժամանակի շունչ պիտի դրվի, հետաքրքրություններ, հա, դուք ավելի լավ գիտեք, թե ինչ կոմպոնենտներ, այս պարագայում ինչպես եք դիմանում։ Նախ ասեմ, որ ունենք, այսպես ասած, ուսուցիչ դեսպաններ, ովքեր այնքան հավանում են մեր ծառայությունները, որ անդադ նոր դասարաններ են բերում, կամ նույն դասարանը մի քանի անգամ, կամ գովազդում են իրենց դպրոցում, դպրոցի մյուս դասարաններն են գալիս, բայց իհարկե անընդհատ թարմացնում ենք ֆիլմացանկը, թարգմանում ենք հայերեն, որովհետև լեզվի հետ կապված խնդիրներ ունեցանք, սկզբում ֆիլմերը միայն ռուսերեն էին, ու մեզ թվում էր, թե դա նորմալ է Վանաձորում, բայց պարզվեց, որ չէ։ Շատ վանաձորցիներ լեզվի հետ կապված խնդիր ունեին, ստիպված արագ այդ հարցն էլ լուծեցինք։ Հիմա, ինչպես արդեն ասեցի, նաև անգլերեն ունենք եւ արաբերեն, դեռ չենք օգտագործել արաբերենով այցելուներ չենք ունեցել, բայց հույս ունենք, որ կունենանք նաև այդ լեզվով այցելուներ։ Կամ կզարգացնենք լեզուն տեղաբնակների համար, հա։ Եվ քանի որ պլանետարիումը որպես այդպիսին եզակի է, արդյոք կա մրցակցություն։ Կա մրցակցություն ու ինձ համար նաև մրցակիցներ են, օրինակ, ասենք համակարգչային կենտրոնները, որովհետև այն ժամանակը, որ երեխան կարող է անցկացնել մեզ մոտ, կանցկացնի համակարգչային ինչ-որ կենտրոնում, պարզապես խաղեր խաղալով եւ այդ ժամանցը չի լինի օգտակար, բայց իր համար շատ ավելի հեշտ, որովհետև ինչպես գիտեք ուղեղը չի սիրում մտածել, իսկ մեզ մոտ պարտադիր է մտածելը։ Այդպես որ մենակ աստղագիտական այդ ուղղությունը չի մեզ մրցակից են բոլոր այն ժամանցի կենտրոնները, որտեղ երիտասարդները կարող են ժամանակ անցկացնել փոխարենը մեզ մոտ գալու։ Այդ դեպքում ինչ քայլեր կարելի է անել, դուք փաստորեն կրթում եք, հա, նաև երեխաներին, դեռահասներին, երիտասարդներին, ինչ կարելի է անել այո երեխային բերել ավելի արդյունավետ ժամանցի գոտի։ Այդ լուծումը գտել ենք նրանով, որ տարբեր ծառայություններ ենք բերել, մեզ մոտ միայն պասիվ դիտող չի մեր այցելում, բացի ֆիլմերը, ինչպես ասեցի, ունենք մասսագնացի մոդել, որը լրիվ ինժեներական լուծում է, երեխաները տեսնում են ինչպես է պատրաստված այդ մասսագնացը, ինչ դետալներ ունի, ինչպես է աշխատում, իրենք էլ են կարողանում վարել մասսագնացը, նաև մոդելներ շատ ունենք, որոնք կարող են շոշափել, ձեռք տալ, նաև գրավիտացիայի անկյուն ունենք, որտեղ չափում են իրենց կշիռը տարբեր մոլորակների վրա, այսինքն այդպես էլ ինտերակտիվ ձևով սովորում են, որ մարդու կշիռը կապված է ձգողական ուժի հետ տվյալ մոլորակի, այսինքն այդ խնդրի լուծումը գտել ենք նրանով, որ տարբեր ծառայություններ համատեղել ենք մեկ տեղում, եթե չեն ուզում պասիվ դիտորդ լինեն, կարող են նաև ալտերնատիվ ծառայություններից օգտվել։ Եվ ինչպես արդեն ասեցի, մենք նաև շարժական ենք, եթե օրինակ մարդը ուզում է, որ տիեզերքը իր մոտ գնա եւ ոչ թե ինքը մեզ մոտ գա, այդ դեպքում մենք սիրով եւ աստղադիտակները եւ շարժական պլանետարիումը տանում ենք իրենց մոտ։ Ինչ խոսք, քանի որ հասարակությունը ծանոթ չէր
պլանետարիում ասվածին եւ թե ինչ առաջարկներ կլինեն եւ սկզբնական շրջանում բնականաբար այսքան լայն ընդգրկվածություն չուներ, այ ինչպես մեր մարզը ընդունեց ծնողները, ուսուցիչները, երեխաները, ինչպես ընդունեցին պլանետարիումը, ինչ դժվարություններ եղան, ես գիտեմ, որ դուք բավականին դժվար ճանապարհ եք անցել, հա, քարքարոտ, այսօր արդեն հստակ ձեր դիրքը ամրապնդելու համար, ինչպես ընդունվեց դա, թերահավատություն կար, դուք ունեցել եք այդ պահերը, որ լավ է, բերեք թողնենք, թե առաջ մղողուշ։ Երևի ամենամեծ դժվարությունը ինձ հետ էր կապված, որովհետև արդեն ասացի, որ սկզբում աստղագիտության հետ ընդհանրապես կապ չունեի, մեր այցելուները սկսում էին, օրինակ ֆիլմը դիտելուց հետո տարբեր հարցեր տալ, ու ես այդ հարցերի տակից դուրս գալու համար սկսեցի ուսումնասիրել աստղագիտությունը։ Այդ ամենամեծ դժվարությունն էր։ Եվ այսօր արդեն աստղագիտության դասընթացավար։ Արդեն ես աստղագիտության դասընթացավար եմ, աստղագիտություն եմ դասավանդում ոչ միայն երեխաներին, նաև մեծահասակներին, ու հենց դրա շնորհիվ եղավ, այդ հարցերի շնորհիվ, որ ես պետքա տամ պատասխանները ու սկսեցի ուսումնասիրել, այսինքն այդ դժվարությունը ինձ համար վերջում արդյունքում հաղթանակ դարձավ, բայց իհարկե թերահավատություն եղել է, ինչպես ամենտեղ բոլոր բնակավարներում եղել են եւ գովասանքի խոսքեր, եւ չգիտեմ, դժգոհության խոսքեր, ամեն ինչ։ Բայց ամեն ինչ հաղթահարել եք եւ քայլում եք առաջ։ Այ դուք նշեցիք, որ երեխաների հետ հարց ու պատասխան եղել են զավեշտալի հարցեր, որոնք իսկապես տպավորվել են ձեր մեջ եւ այսօր կարող եք հիշել այդ մասին։ Շատ են այդ զավեշտալի այդ հարցերն ու պատասխանները, օրինակ ես վերջերս այդպիսի մի դեպք եղավ, երբ ֆիլմ ենք նայում, թե ինչպես են երկնաքարերը հարվածել երկրին, երբ երկիրը նոր է ձևավորված եղել, ու ես հարցրեցի կարող եք ասել ինչ-որ մի պատճառ, թե գոնե մեկ պատճառ, թե ինչու հիմա այդ երկնաքարերը այդքան շատ չեն հարվածում երկրին, ու տղաներից մեկը շատ սենց ինքնավստահ ասավ, որովհետև երկնաքարերը վերջացել են, բոլորը ընկել են։ Հրաշալի, լավ։ Բայց մի դեպք եմ ուզում պատմեմ, մեր մարզի այդ հեռավոր գյուղերից մեկում է եղել, այդ դիտման ժամանակ, ֆիլմի դիտման ժամանակ ներսում էր եւ տնօրենը, դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ ես, եւ աշակերտներից մեկը հանկած ճված ստոպ տուր, հենց իր ասած վաղերով եմ ասում, ես շատ վախեցա, մտածեցի, որ վատ է զգացել իրեն, ու տենց դադարեցեցի դիտումը, մեկ էլ այդ երեխան հեռախոսը հանեց, ասավ համամ Իրա մայրիկն է զանգել, այդ լրիվ դիտումը ընդհատեց, որ մայրիկի հարցերին պատասխանի։ Հետաքրքիր է, որ նաև փորձել է չխանգարել ուրիշների դիտումը եւ բաց չթողնել հավանաբար ամենահետաքրքիր կադրերը, բայց նաև մայրիկի հեռախոսազանգը չէր կարող անտեսել։ Հրաշալի։ Այ գիտությունը, տեխնոլոգիաները, տիեզերքը հաճախ կարծրատիպորեն չեն ասոցացվում կանացի նախաձեռնությունների մեջ։ Դուք արդեն ասացիք, որ սկզբնական շրջանում գրեթե շատ թեթև ինֆորմացիա, տեղեկություններ եւ գիտելիքներ եք ունեցել տիեզերքի մասին։ Այ ձեր աշխատանքը թույլ է տալիս այսօր խոսելու հստակ գործունեության մասին։ Ինչ խորհուրդ կտաք աղջիկներին, կանանց, արդյոք կան կարծրատիպեր, արդյոք կան աշխատանքներ եւ ոլորտներ, որտեղ կինը գործ չունի։ Միակ բանը, որ խորհուրդ չեմ տա, որ գնան, այն ոլորտն է, որը կազդի իրանց առողջության վրա։ Օրինակ, չգիտեմ, հիմա մտքովս անցավ հանգարցունաբերությունը, որը կազդի եւ իրանց առողջության վրա եւ իրանց հետագա սերունդների, մնացած բոլոր գործերը ինձ թվում է գենդերների չեն բաժանվում եւ իմ օրինակն էլ դրա ապացույցն է, որովհետեւ ես ամեն օր աշխատում եմ մեծ տեխնիկայի հետ, աստղադիտակ աշխատանքներն էլ այնքան հեշտ գործ չէ, ինչպես նաեւ պլանետարիում աշխատանքները։ Եվ ամենահետաքրքիր իրավիճակը երիտասարդների ու երեխաների հետ հանդիպելիս որն է ձեզ մոտ, ոչ թե երեխաների, այլ ձեզ մոտ, այ հանդիպում եք միշտ նոր խմբեր, նոր դեմքեր, նոր հետաքրքրություններով միջավայր եւ ամենահետաքրքիրը, որ դրանից հետո դուք բերում եք ձեզ հետ, որն է։
Երևի հենց այդ երեխաների հետ հարց ու պատասխանը այնքան հետաքրքիր հարցեր են տալիս ու շատ ավելի հետաքրքիր պատասխաններ, օրինակ այդպիսի պատասխաններից մեկն էլ հիմա հիշեցի, մեր ծիրկաթինն էինք ուսումնասիրում եւ ես երեխաներին ասեցի, որ ծիրկաթինի անգլերեն անունը կոնֆետի անունն է, որը իրենք բոլորը գիտեն, կերել են ու երեխաներից մեկը ասեց բելշկա, իրա սիրած կոնֆետներ, այդ պահերը ամենա ոգևորողն են ու իհարկե հիշարժանը։ Թեև բիզնեսի մեջ դժվար է եւ գրեթե չի կարելի խոսել հետագա քայլերի մասին, բայց պլանետարիումը այսքան ձեռքբերումներից հետո էլի առաջիկա ինչ քայլեր ու ծրագրեր ունի, էլի դուք շարունակեք զարմացնել ձեր լսարանին։ Նոր գաղափար ունեմ եւ փոքրիկ դրամաշնորհ եմ շահել այդ գաղափարը իրականացնելու համար, բայց չեմ ուզում այդ մասին խոսել, մինչեւ իրականություն չդառնա, բայց վստահեցնում եմ, որ շատ հետաքրքիր է լինելու, այնպես որ ծրագրերը շարունակվում են ու մենք կշարունակենք զարմացնել, սովորեցնել մեր այցելուներին։ Եվ եթե կոչով դիմենք մեր լսարանին, այ որպես մերօրյա հրամայական, ինչ խորհուրդ կամ ուղերձ կհղեք նրանց։ Երևի թե ամենակարևոր բանը, որ կարող եմ ասել, ցանկացած իրավիճակում, ցանկացած պարագայում ամենավատ բանը, որ կարող ենք մենք անել, դա հանձնվելն է։ Այնպես որ իմ ուղերձը երբեք չհանձնվեք։ Շատ լավ եւ մեր սիրելի Լորին ձեր աչքերով այդ տիեզերական բնորոշմամբ, այ ինչպես կբնորոշեք, ինչպես կբնութագրեք։ Շատ լավ հարց էր, որովհետև իմ գործի ամենալավ կողմերից մեկը այն է, որ թույլ է տալիս անդադ ուսումնասիրել, բացահայտել Հայաստանը, որովհետև մենք արտագնաց ցուցադրություն ենք կազմակերպում ու կարող եք կզարմանաք հաստատ որ ասեմ, բայց շատ գյուղեր կան, որ առաջին անգամ եմ եղել ու զարմացել ու դրանցից մեկը, որ վերջերս ենք հրավերով գնացել, դա Ձորագյուղն է։ Անչափ տպավորված է եւ ճանապարհով եւ տեսարանով ու վայելել եմ այդ տեսարանի ամեն վայրկյանը, այնպես որ նաեւ այդ լավ կողմ ունի իմ պլանետարիումը, որ ինքը թույլ է տալիս մեր Մարսը կրկին ու կրկին բացահայտել։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, հիշեցնեմ, որ մերօրյա հրամայականով տաղավարում հյուրընկալել էինք Օրիոն պլանետարիումի հիմնադիր, Հայաստանի աստղագիտական ակումբի աստղագիտության դասընթացավար Անի Եղինյանին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։